Պարոն Հարությունյան, հենց ձեր միջնորդությունն է պատճառ դարձել, որ նիստը շարունակվի դռնփակ ռեժիմում, ինչքան հնարավոր է, եթե լուսաբանման համար հնարավոր։ Խնդիր չկա, մենք համաձայն էինք բաց դատաբանի, դատարանը որոշեց դռնփակ, ինչև է, խնդիր չկա, միջնորդություն էինք ներկայացել, որպեսզի Աղվան Արշակյանի տնային կալանք խափանման միջոցը փոխվի վարչական հսկողության առանց սահմանափակումների, որպեսզի էլեկտրոնային սարք չլինի ոտքին, գիտեք բոլորը Աղվան Արշակյանը առողջական խնդիրներ ունի, կարողանա MRT հետազոտություններ անցնել եւ նաեւ ֆիզիոթերապիայով զբաղվել, դատարանը բավարարեց միջնորդությունը, տնային կալանք խափանման միջոցը վերացրեց։ Նաեւ ուզում եմ այս առումով ընդգծել, որ հանրային մեղադրանքի կողմը ներկայացնող դատախազներն էլ այդ առումով առարկություն չներկայացրեցին, այսպես։ Դատական նիստը դռնբաց ռեժիմով է շարունակվելու։ Չի շարունակվելու, որովհետև եւս մեկ այլ միջնորդություն կա այլ պաշտպանի կողմից, այլ մեղադրյալի մասով, որը էլի դեռ չեմ լսել, չգիտեմ ճիշտ ասած, ոնց որ առողջական վիճակի չի, բայց հրապարակման ոչ հետակա փաստերի վերաբերյալ էլի դռնփակ է անցկացվել։